Մի հարց եմ ուզում տալ, երեք լրագրողն է ինձ տվել, ասում է, այո, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մենք տնտեսական բարձր ցուցանիշներ ենք արձանագրել, ասում է, բայց դե ամբողջ աշխարհում էր այդպես։ Ամբողջ աշխարհում էր այդպես, դրա համար դուք կարողացել եք այդպես հեշտ հանգիստ տնտեսական ցուցանիշներ ապահովել եւ բարելավել մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական ըստ էության վիճակը։ Ամբողջ աշխարհում էր տենց, դրա համար եք կարողացել դուք էլ հաջողություններ արձանագրել եւ հիմա ամբողջ աշխարհի մասին մի քիչ դժվար է խոսալ, շատ այսպես խայտաբղետ է իրավիճակը, այս պայմաններում այդ դեպքում ինչ կարող եք անել, եթե տենց համընդհանուր իրավիճակը աշխարհում հասկացա, նայեք, աշխարհում կան 190-ից ավել երկրներ։ Մենք մեր տնտեսական զարգացման տեմպերով առաջի տասնյակում ենք եղել։ Իսկ իմ երկրորդ նախագահության այդ ժամանակահատվածում 5-յակի մեջ։ Հիմա ում հետ ուզում ես համեմատի։ Մենք առաջատարներից ենք եղել մեր տնտեսական զարգացման տեմպերով։ Ավելին ասեմ, այն ժամանակ եղավ ռուսական տնտեսության դեֆոլտը 98 թվականին, որը ազդեց բոլոր Ռուսաստանի հետ լայն կապեր ունեցող երկրների համար, նախկին Սովետական միության կամ ԱՊՀ-ի երկրների վրա, բոլորի վրա ազդեց։ Ամենից քիչը ազդեց մեր վրա, մենք հաղթահարեցինք բավական հեշտությամբ։ Բայց քայլեր ենք ձեռնարկել։ Այդպես չի։ Հիմա թող իրենք ասեն, թե իրենք աշխարհում որ երրորդն են։ Եվ իդեպ համաշխարհային բանկը մեզ որակել է եւ հատուկ մի մեծ վերլուծություն են արել, գիրք են հրապարակել եւ որակել են որպես կովկասյան վագր զարգացման տեմպերով։ Որն է այդ դեպքում գաղտնիքը եղել։ Աշխարհի բարենպաստ միջավայրը, արդյունավետ կառավարումը, որովհետև լավ վիճակում չի եղել ըստ էության 98 թվականին տնտեսություն, երբ որ դուք ստանձնել եք նախագահի պաշտոն։ Ինչ պիտի անի կառավարությունը եւ առաջնորդ առաջերտին։ Պետք է ուղղակի ճիշտ գնահատի ներկա իրավիճակը եւ ասենց ախտորոշում պետք է լինի հստակ։ Ինչ վիճակում ես դու ժառանգել տնտեսությունը եւ պետք է նախանշես, թե ինչ ես ուզում դու ընդհանրապես։ Քո մրցակցային առավելությունները որն են։ Ոչ թե абստրակտ ինչ որ մի գիրք կարդաս, ասես այս գրքի, այս գլուխը բերում եմ, ստե կիրառում եմ։ Չի աշխատել։ Ուրեմն քո նախապատվությունները, քո մրցակցային առավելությունը եւ երկրի աշխարհագրությունը, երկրի հնարավոր պոտենցիալը սենց իրար հետ պիտի միացնես եւ այդ ամբողջական պատկերը ունենալով ոչի քայլեր ձեռնարկես։ Հիմա նայեք, ես կարող եմ հետեւյալը ասել, այն ժամանակ իմ բոլոր հանդիպումների ժամանակ մի բան էր հնչում, աշխատատեղ։ Գործազրկությունը 20%-ից ավել էր։ Մոտ 22% չափեր, եթե չեմ սխալվում, նույնիսկ ավել։ Ինչ է կարելի անել աշխատատեղեր ստեղծելու համար։ Անմիջապես մեծ ինվեստիցիաներ դժվար է բերել, ուրեմն պետք է նախանշես այն ոլորտները, որտեղ փոքր ներդրումով կարելի է մեծ քանակի աշխատատեղեր ստանալ, պարզ տրամաբանությամբ ուղղակի շարժվում ես եւ քո մոտ այդ մշակույթը կա թե չէ։ Այդ ոլորտի տրադիցիաներ, մասնագիտական հմտություններ, ասենց աշխատուժ որակյալ ունես թե չունես։ Եվ միանգամից ասենց իմ դեմս եկավ օրինակ ոսկերչություն, այն ժամանակ ադամանդագործություն, գորգագործություն։ Մեծ ներդրումներ չի պահանջում, պոտենցիալը կա, աշխատուժը կա, բայց ոչ մի բան չէր աշխատում։ Ոչ մի բան գրեթե չէր աշխատում։ Եվ հետևողական քայլերով ուղղակի պետք էր տեղի շարժել։ Առաջինը ինչ պետք է անի առաջնորդը, պետք է հասկանա, իսկ խանգարող ինչ հանգամանք կա, ինչու չի աշխատում։ Պարզվեց, որ մի խայտառակ օրենսդրություն էր, սովետից ժառանգած, երբ ոսկին sense մի քիչ այլ կերպ էր ընկալվում կամ գորգերը, ակցիզների անհասկանալի մի օրենսդրություն, որը ուղղակի սպանել է այդ ոլորտները։
Եվ մասնագիտական ճիշտ քայլեր անելու համար այդ ոլորտի մասնագետների հետ պետք է շփվես։ Շատ ինտենսիվ հանդիպումներ ունեցավ ոսկերիչների հետ, ոլորտի մասնագետների հետ, ադամանդագործների հետ։ 1-1.5 ամսում օրենսդրական դաշտում հանեցինք այն բոլորը, ինչ խանգարում էր։ Ոչի շպրտեցինք մի կողմ։ Բավական sense ճնշում գործադրեցին, այ որ խորհրդարանը շատ արագ այդ որոշումները կայացնի։ Եվ տեղից քայլեց։ Ես ոսկերիչներից ստացել եմ 17 թե 18 կետից բաղկացած մի ցանկ, թե ինչ է պետք անել մեր կողմից։ Այո, արել ենք, քայլեց մեկ ուրիշ կերպ։ Տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծեցին հենց այդ ոլորտներում։ Ես ինչքան ծանոթ ունեմ, ովքեր այդ ոլորտում են աշխատում, բոլորը շատ դժգոհ են, որովհետև հարկային նվերսգրքում փոփոխություններ են իրականացրել, հիմա շատ ավելի մեծ խոշոր հարկեր են վճարում, մարդիկ ասում են, որ գրեթե եկամուտ չեն ստանում։ Այսինքն, եթե դու ամբողջությամբ թափանցիկ ես աշխատում, ճիշտ ես աշխատում, գրեթե փող չես աշխատում, իսկ եթե ինչ որտեղ էլ թաքցնում ես որևէ բան, միանգամից հարկային ես տերորի արդյունքում խոշոր տուգանքներ ա գալիս։ Ու միգուցե այս ճանապարհով եթե շարունակվի, շատ մոտ ապագայում այդ ոսկերչության ոլորտն էլ էական տուժելու է, եթե չասենք հիմնականում փակվելու է։ Ինչքան գնալու 98 թվականի վիճակի էլի ոլորտը։ Իրականում ես հիմնականում չեմ տեսել այդ ոլորտի որևէ աշխատող անձ, որ գոհ կլինի ստեղծված իրավիճակից։ Աննա, առաջի քայլը ինչ որ արել ենք, հարկային արտոնություններ ենք տվել։ Հանել ենք բոլոր խոչընդոտները, վարչահարական, օրենսդրական եւ տվել ենք հարկային արտոնություն այդ ոլորտներին։ Հիմա կարող է չէ՞ մարդ մտածել, ասել, բա բյուջեն։ Մեկը չի աշխատում, կաղնացը։ Մեկը այդ ոլորտից բյուջեն գրեթե բան չէր ստանում։ Երևանի հայտնի ոսկերչական գործարանը փակ էր։ Ես մարդիկ եմ ուղարկել, մի հատ հասկանան ինչ վիճակում է, կողպեքի վրա էր։ Ընդհանրապես փակ էր։ Բայց սա քայլերի մեկ մասն է։ Հիմա քայլերի մյուս մասը։ Օրինակ, ադամանդագործությունը ինչով կարելի է զարգացնել, բացի օրենսդրական խոչընդոտները հանելուց։ Հունքը։ Մենք այստեղ ադամանդ չունենք, մենք պետք է ադամանդ ներմուծենք։ Ինչ եմ արել։ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել եմ շատ արագ, եւ մենք ռուսական Ալրոսա ընկերության հետ կնքել ենք մի պայմանագիր, որով Հայաստանը մատակարարում էր ներքին գներով, ադամանդներով։ Եվ սա մի այսպես ասենք, մի բան էր, մի գրավիչ, մի հանգամանք էր ներդրողների համար։ Մենք ադամանդը բերում ենք Ռուսաստանից այստեղ վերամշակում էր եւ արտահանվում էր հիմնականում եվրոպական երկրներ։ Եվ ստեղ էլ սեգմենտավորվեց, պրեմիում սեգմենտ գնում էր Անտվերպեն, ծավալների առումով եւ մնացածը գնում էր տարբեր այլ երկրներ։ Ծավալների առումով պատկերացրեք, $20 միլիոն էր ընդամենը ծավալը, մեկ աշխատող մի Անտվերպենից մի հայի շնորհիվ Արսլանյան ազգանունով, բայց հետո դարավ $250 միլիոն։ 2-3 տարում։ Պատկերացրեք, ինչ ծավալի, ինչ աճ ենք մենք ունեցել։ 10 ավելի քան 10 սապատիկ աճ ենք ունեցել։ Ընդամենը պետք էր պայմանավորվել Ռուսաստանի հետ, կնքել համապատասխան պայմանագիրը, մնացածը արդեն գնացինք իրենով։ Նույնիսկ տարբեր հայտնի ընկերություններ եկել են այստեղ բիզնես են հիմնել։ Հնդկական մի ընկերություն, որը ոչ միայն հնդկականը, ուղղակի տերերն են հնդիկներ, բայց նույնիսկ հիմա չեմ էլ հիշում, թե եթե չեմ սխալվում, բան, էլի Անտվերպենում իրենց բանը շտաբ կվարտիրան այնտեղից էր։ Ռոզի Բլու անունով մեծ մասնաճյուղ է բացել օրինակ Թալին քաղաքում։ Այսպես ասենք, տասնյակ գործարաններ փոքր 40-50 աշխատողից մինչև 200, 300, 400, 500 աշխատատեղ։ Իսրայելից ամենից խոշոր այդ բիզնեսի ներկայացուցիչը Լևայև էր ազգանունը։ Եկավ եւ գնեց այստեղ ամենից մեծ գործարանը ադամանդի մշակման եւ հսկայական ծավալի բիզնես սկսեց անել հենց Հայաստան։ Պետությունը իր ֆունկցիան
կատարեց հետևյալի մեջ խոչընդոտները հանեց, բարենպաստ հարկային տաշ ստեղծեց, արտոնություններ տվեց եւ ապահովեց հումքի ներդրումը միջպետական պայմանագրով։ Օրինակ կարայինք, չէ՞, մենք հանգիստ նստեինք, ասեինք, դե հիմա բիզնես է, թո ոնց ուզում են իրենք անեն։ Այդպես չէր, դու պրոակտիվ քայլերով պետք է այդ բիզնեսը խթանես։ Հատկապես եթե դու մի չնչին բազա ունես, ավերված վիճակ ունես։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, ուրեմն մենք հետ բերում ենք 98 թվական։ Չի կարող այդ ոլորտը ինքը աշխատատար է, մասնագիտական հմտություններ է ուզում։ Դու ոլորտը քանդելով, դու քանդում ես նաև, ասենց ասած, ազգային մշակույթի մի կտորն է, մի հատվածն է։ Ընտանեկան բիզնեսի համար հետաքրքիր ոլորտ է, իսկ հայերը հակված են ասենց ընտանիքով ներգրաված լինել բիզնեսի մեջ։ Ասենց ինքը բազմաշերտ հարցեր է լուծում մեր տնտեսության համար։ Եթե չփոխվի, իսկ հարկային փոփոխություններ տեղի չունենան այդ ոլորտում, ոլորտը կմեռնի, իրականում կմեռնի։ Պիտի փոխենք։ Պիտի փոխենք։ Իդեպ գորգագործությունը եւս հետաքրքիր բան էր։ Կապիտալ ներդրում ընդհանրապես չէր ուզում։ Ձեռագործ գորգերի մասին է խոսում։ Գյուղերում ուղղակի կային այն հին սովետական միությունից մնացած այդ բանը, արտադրամասերը, եւ մենք հարկային արտոնություն տվեցինք, այդ արտադրամասերը լցվեցին։ Ուղղակի լցվեցին։ Շատ կարճ ժամանակում։ Գորգագործության ոլորտում ես գիտեի, որ աշխատավարձի բարձրացման հետ այդ ոլորտում մենակ մնալու են պրեմիում սեգմենտը, որտեղ մենք աշխատուժի էժանության տեսանկից մենք չենք մրցելու, դժվար է լինելու մրցել այլ երկրների հետ, ասիական երկրների հետ, բայց մի քանի տարվա ընթացքում ինքը հարց լուծեց։ Հազարավոր մարդիկ աշխատանք ստացան։ Եվ ինչ է կատարվում։ Աշխատանք ստացան, օրինակ այդ գյուղում 50-50-ին սկսում է գործել, անմիջապես այդ գյուղում խանութ է բացվում, որտեղ մարդկանց ձեռը փող են գնում, եւ այսպես շարունակ։ Սենց մեկը մեկին սնում է, մեկը մեկին սնում է։ Օրինակ այն ժամանակ նույնիսկ նորմալ հյուրանոց չկար Հայաստան։ Եթե խոսում ենք туриզմի զարգացման մասին, պետք է հասկանաս, туриզմը չի կարող զարգանալ, եթե չունես հյուրանոցներ, туриզմը չի կարող զարգանալ, եթե օդանավակայանը խայտարակ վիճակում է։ Ես դրա անունը բանը, այդ դիագնոստիկան է։ Դու նախապատվությունը նայում ես քո մրցակցային առավելությունները իրար գումարում ես, հետո որոշում ես կայացնում հետևողական շարունակում ես։ Իմիջիալոց այն ժամանակ հենց IT ոլորտը մտավ։ Ամենից հայտնի ընկերությունները մտել են այն ժամանակ, որտեղ մենք արտոնություններ ենք նաև ստեղ սահմանել, հնարավորություններ ենք տվել, շենքային ինկուբատորներ ենք ստեղծել։ Պրոակտիվ մոտեցումն է։ Այնինչ ես տեսնում եմ հիմա չկա մեկ օրինակ, որ կառավարության ջանքերով ինչ որ մի բիզնես եկավ Հայաստան եւ սկսեց այստեղ բարգավաճել։